Արգելի նախագահող, արգելի խորհրդարան, իսկապես սա այն եզակի նախագծերից էր, որ նրանք, ովքեր շահագրգռված էին հասկանալու ինչի մասին է խոսքը, ճշտ էին իրենց դիրքորոշումները այո կամ ոչ, լիարժեք հնարավորություն ստեղծվել էր եւ ի պատիվ մեր խորհրդարանական հանձնաժողովին, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարությանը, նրանք կարողացան ստեղծել այդ հնարավորությունը, հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու հանդիպում է եղել, որին նաև ես եմ մասնակցել Գյումրիում եւ կառավարությունում, որտեղ հարցեր կան, որ իսկապես բոլորն էլ գիտակցում են, որ ռիսկային քայլ է, սա իսկապես ռազմավարական նշանակության քայլ է, սա արկային օրենքներից չի, որ կարող է մեկ տարվա ընթացքում բոլորովին հակառակ տարբեր փաստարկներով փոխել, սա ռազմավարական նշանակության հարց է։ Նաև ինձ համար հետաքրքիր մասնակցել հասկանալ, թե տեղից ինչ են ասում Գյումրիի քննարկման ժամանակ ասացի, կապանից երբ մեկ տարի առաջ խոշորացման առաջ քայլեր էր արվում, ինձ զանգեցին, հանդիպեցինք, դժգոհեցին խոշորացումից, բայց հետո հաջորդ օրը այդ թերթերից մեկում կարդացի, որ բոլորովին հակառակ կարծիքն է հայտնում, հետո իհարկե շատ ավելի ուշ իմացա, որ ընտանեկան կապալ էր այդ փոքր գյուղեր, որտեղ ամբողջ այդ ադմինիստրացիան իր ընտանիքի անդամներ էին։ Մի խոսքով ոչ ոքի չեմ մեղադրում, ուղղակի օրենքը թույլ է տալիս անել այն, ինչ որ անում են, կարծեմ դասականներից Մաքիավելին է ասել, որ օրենքներ գրելիս պետք է միշտ նկատի ունենալ, որ ամենավերջին սերիկան կարող է իրականացնել այդ օրենքը եւ փորձանք վերել, եթե օրենքը ամբողջական եւ ճիշտ չի։ Մի խոսքով, երկու կարևոր հարցի պետք է պատասխանել։ Այն, ինչ որ այսօր գործում է, դա բավարարում է թե ոչ, բավարարում է մեր տեղական ինքնակառավարման եւ ընդհանրապես պետության զարգացման թե ոչ, եթե ոչ, ինչ է առաջարկվում եւ ինչ մտահոգություններ կան նոր առաջարկվող նախագծի հետ կապված։ Ասեմ, որ պետությունը նոր է ստեղծվում, սա ընթացը ընդունվեց այս տեղական ինքնակառավարման մասին օրենքը, որը հետագայում ցույց տվեց, որ չի կարող ապահովել տեղական ինքնակառավարման զարգացումը եւ ընդհանրապես պետության զարգացմանը։ Սահմանադրության հետ միասին ընդունվեց եւ շատ հետաքրքիր, այսինքն չեմ մեղադրում, բայց պետք է հասարակական տնտեսական ֆորմացիա էր փոխվել, նոր իրավիճակ էր, պետք է փոխվեր նաեւ տեղական ինքնակառավարումը, բայց բնական էր, որ չէին կարող լավագույն տարբերակը ընդունել։ Զուտ քաղաքական առումով այս փոքր համայնքները փորձանք դարձան տեղական ինքնակառավարման համար, հատկապես փոքր համայնքները, եւ մայր շարունակում են դառնալ։ Եթե այն ժամանակ ենթադրենք իշխող քաղաքական ուժի համար շտաբ էր դառնում ընտրությունների ժամանակ ՀՇ-ի, հիմա նույնը հանրապետականի համար է։ Այսինքն շտաբներ են դառնում այդ փոքր համայնքները։ Ես հիշում եմ Գյումրիում քննարկման ժամանակ կարծեմ Գյումրիի ժողովրդից մեկը ասաց, որ չի լինի այնպես, որ այս մեր համայնքը ուրիշ տեղ գնա տարալուծվի, քվեարկվի, որպեսզի չիմանան ով ինչպես է քվեարկվում, որովհետև դա շատ կարևոր մտահոգություն է, որը պետք է մենք հասկանանք։ Մյուս կողմից պետք է նաև նկատի ունենալ, որ ի վերջո այն ինչ այսօր մենք առաջարկում ենք, այն ինչ որ դուք այսօր առաջարկում եք, ես ասացի ռիսկային է, բայց նաև մտահոգություններ որոշ կան, որոնք ես ուզում եմ ձեզ հետ կիսել։ Իհարկե, սահմանադրական փոփոխությունից հետո, երբ պետական կառավարման ձևը դարձավ պարլամենտականի թիվ 1 սկզբունքային հարցը, որ պետք է ապակենտրոնությունը ապահովել նաև ուրեմն տեղական ինքնակառավարման առումով եւ շեշտադրումը պետք է այստեղ լինի։ Համայնքների մեծացումը, ինչքան համայնքը մեծ է, այնքան ինքնուրույնությունը ավելի լայն է։ Ինչքան համայնքը փոքր է, կախվածությունը ավելի շատ է, այսօրվա օրինակով կարող ենք ասել եւ դա, եթե շփվում ենք համայնքների հետ, պետք է փաստենք, որ այդպես է։ Բայց մի շատ կարևոր բան կա, քիչ առաջ նախկին զեկուցողը ասաց, խոսում էր տեղական, ուրեմն էգոիզմի մասին։ Այսինքն հնարավորություն է ընձեռվում այսօր, երբ մեծանում է համայնքը, որ նա ով դառնում է համայնքի ղեկավար, եթե այդ համայնքից ինչ-որ գյուղի համայնքի ներկայացուցիչ է, նա իսկապես դառնում է առանցին դեպքերում քիչ առաջ Մաքիավելի խոսքը բերեցի, առաջին հենց դառնում է առանցին դեպքերում չարիք։ Մի օրինակ կբերեմ իմ ծննդավայրից։ Քյավառը ունի այսպիսի թաղամաս, հացառատ թաղամաս, որտեղ պատկերացնում եք 11,000 քաղաքացի ապրում են։ Հրաշք ծաղկուն, հրաշալի, լավ մարդկային որակով, հարուստ թաղամասեր, չգիտեմ ինչու խելքերի ժամանակին փչել այդ գյուղը դարձել թաղամաս։
Այս տեղական ինքնակառավարումից հետո այդտեղ մնացել է 1/3-ը բնակիչների, եւ պետք է ձեզ խնդրեմ, նաեւ ձեր նախարարին պետք է խնդրեմ, միասին մի հատ գնանք տեսնենք, եթե ձեր մեքենան կարողանա կենտրոնական փողոցով հասնի մինչեւ վերջ հետ վերադառնա եւ սարքի վիճակով հասնի Երևան, կասեմ ուրեմն թող մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ է լինում։ Դաժան վիճակ է։ Շրջանի ջուրը ինքն է մատակարարում, ինքն է դրա տերը, աղքատ որևէ հնարավորություն չունի եւ եթե չլինի այսօր աչքաբաց ջահելություն ունենք, այդ աչքաբաց ջահելների մի քիչ աշխատանք, այդտեղ կյանք չկա։ Եվ դա նաեւ այսօրվա տեղական ինքնակառավարման օրենքի թույլ տված սխալներից, այնտեղ նաեւ կա արտծվաքարի համայնք եւ այլն, մեղավոր չի համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարին հնարավորություն է տալիս ինքը իր այցուղությամբ բյուջեն տնօրենը այնպես ինչպես գտնում է, բյուջեի մխսում չկա, չգիտեմ ինչ չկա, օրենքն է դա ստեղծում, այնպես ինչպես հնարավորություն է տրված, չէ, որ մենք ով որ մի քիչ շուստեր է, մոնոպոլիա է ստեղծում, ընտրություն է կեղծում, չգիտեմ, կոռուպցիոն լիդեր է դառնում, հա? Մարդու տեսակն է այդպես, ուրեմն պետք է կարողանանք այնպիսի օրենքներ դնել, այնպիսի հստակ սահմաններ դնել, որ ինչքան էլ ինչ որակի մարդ էլ լինի, այդ օրենքների շրջանակում տեղավորվի եւ չանի այն, ինչ այսօր քիչ առաջ վերած օրինակն էր։ Այսինքն այս մտահոգությունը պետք է նկատի ունենալ։ Եվ քիչ առաջ իմ հարցի ժամանակ ասացի, որ կան սկզբունքներ։ Հարգելի պարոն Տերտերյան, ես գիտեմ, որ դուք այն եզակի մասնագետներից եք ոլորտի, որ ձեզ հետ վիճել դժվար, որտեղ լավ պրոֆեսիոնալ տիրապետում եք եւ իսկապես կարողանում եք բանավիճել, այդ մշակույթը ունեք, հիմնականում համոզում եք, բայց մեկ էլ համաձայնում եք, բայց խնդրում եմ այս հարցի վրա ուշադրություն դարձրեք, մենք այս մասին էլ ենք խոսել։ Իսկապես հստակ սկզբունք պետք է ճշտվի։ Քիչ առաջ ասացի, կամ պետք է սկզբունքը լինի վարչական կենտրոնը դառնա միայն վարչական կենտրոն, կամ ընդհակառակը, եթե ընդգծված, այսպես ենթակառուցվածքներ ունի, շատ բնակչություն ունի, դա ընտրենք։ Դուք միջին տարբերակ եք ընտրել, որը ճիշտ չի։ Հայաստանի պարագայում դա իմ անձնական կարծիքն է։ Ավելի ճիշտ կլինի որևէ տեղ, որ պետք է դառնա համայնքի կենտրոն, դա միայն դառնա վարչական կենտրոն։ Զուրկ լինի արդյունաբերական կենտրոններից, մշակութային հիմնական մեծ կենտրոններից, եւ միայն այնտեղ վարչական աշխատանք կատարվի։ Որովհետեւ եթե հնարավորություն ենք տալիս, եթե դա լուրջ ինֆրաստրուկտուրաներ ունեցող, արտադրական կարողություններ ունեցող կենտրոն է, ուրեմն դա դառնում է երախ բյուջեն յուրացնելու համար։ Սա այդպես է, պատական չէ, բերեցի աշխարհի օրինակը։ Մանավանդ մենք որ տեսել ենք, որ այսօր Երևանը ըստ էության քաղաք-պետություն է, որը ազգային անվտանգության է սպառնում։ Եկեք այդ մարզերին, այդ համայնքի կենտրոններին, որ պետք է ստեղծենք եւ կենտրոններ դարձնենք այն համայնքները եղածներից, որտեղ մենք կարողանանք զարգացնել ինչ որ, այսինքն հիմնական այսօրվա գործող կենտրոնից տեղափոխենք մեկ այլ շեշտադրումը մեկ այլ համայնքի վրա, որը հնարավորություն կտա զարգացնել եւ մի քիչ ավելի ամբողջական դարձնել տվյալ համայնքի իր աշխարհագրությամբ։ Իսկապես ռիսկային քայլ է դիմում, եթե ոմանք իմ գործընկերներից գտնում են, որ շուտ է, ես գտնեմ, որ ընդհակառակը ուշացած է, պետք է շուտ անել դա եւ պետք է նաեւ չսպասել, որ մի անգամից արդյունք կտա, որտեւ առնված տարիներ են պետք, որ մենք ռեալ կարողանանք շոշափել արդյունքը։ Սա այն դեպքն է, որ մի անգամից դժվար է եւ կիսում եմ այն գործընկերների տեսակետը, որ առայժմ 1 տարի առաջ այդ փորձը դեռ արդյունքը չի տվել, չեմ ասել, բայց նաև պետք է հասկանալ, որպեսզի լուրջ հասկանանք ինչ է տվել կամ ինչ պետք է տա, պետք է նաև սպասենք որոշ ժամանակ։ Ամենայն դեպս ես կողմ եմ քվեարկելու, կոչ պետք է անեմ, որ կողմ քվեարկեն սրան։ Չեմ ասում, որ անթերի է եւ չի կարող այս փուլում նման լուրջ արմատական մոտեցում անթերի լինի, բայց պետք է ուշադիր լինենք եւ հնարավորինս մանավանդ կրկնում եմ, քննարկելու, միմյանց համոզելու, միմյանց զիջելու հնարավորություն կա այսօր եւ ազնաժողովի եւ նախարարության միջեւ դա զգացել եմ եւ կարողանանք հնարավորինս այսօր նորմալ տեսքի բերենք, իսկ բնականաբար պետք է նաեւ հասկանանք, որ ընթացքում կարող են փոփոխություններ լինել բոլոր դեպքերում։ Չգիտեմ, սա էլ իմ մոտեցումն է։ Ինձ համար շատ ավելի ընդունելի մոդել է խորհրդային միության ժամանակ Հայաստանի 36 տարածքը։ Անցյալ անգամ ասացի ճիշտ է, 1-2 տարածք ուղղակի ստեղծեցին, որ քարտուղար նշանակեն, բայց ամենայն դեպս այն ձևը, որ այն մոդելը, որը կար, կարողանում էր ապահովել տվյալ համայնքների բոլոր կետերի, բոլոր ուղղությունների, այսպես հավասար բալանսավորված զարգացում, իսկ այսօր համայնքների զարգացման համար եւ տեղական էգոիզմը ուրեմն մերժելու համար այդ մոդելը կարծում եմ գոնե ինձ համար ավելի ընդունելի է։ Շնորհակալություն։